Սևանի կողմից Երևանի մուտքերում կանաչապատման եւ ձևավորման աշխատանքներ են ընթանում է 3 կիլոմետրից ավել երկարությամբ միջնաշերտի բոլորովին նոր ձևավորման եւ տունկի աշխատանքներ, դրանով պայմանավորված անցկացվում է բացառապես նոր ոռոգման համակարգեր, որը նաեւ արդեն կսնի բուն Երևան մուտք գործող լանջերը եւ հատվածները, որտեղ նույնպես կկատարվեն կանաչապատման եւ ձևավորման աշխատանքներ։ Այստեղ պետք է նշեմ, որ այստեղ եւս 3-ից 4 հեկտարի վրա ճշգրիտ չափագրումները առայժմս իրականացվում են Գազպրոմ Արմենիայի շենք չհասած այդ հատվածում Երևան քաղաքն ունի հողակտոր, որը ամայի է եւ ահա այդ 3-ից 4 հեկտար տարածքում իրականացվելու է նախ հուշարձանի դիմացի հատվածի բարեկարգման աշխատանքներ էլի մեր հիմնականում միջոցներով, սա մենք շինարարական մրցույթով չենք անելու ենք մեր ձեռքի տակ եղած միջոցներով, փոխարինվելու է ամբողջ հողախառնուրդը եւ ուզում եմ ասել, որ բավականին բարդ աշխատանքներ են իրականացվելու, անցկացվելու է նոր ոռոգման համակարգ, ոռոգման սնուցող ջրագծեր են կառուցվելու եւ տեղափոխվելու վերնշված անտառպուրակի հատված։ Պետք է նշեմ, որ սա նույնպես գեղագիտական իր տեսքով գեղեցկացնելու է Երևանի մուտքերը, Երևանում ապահովելու է լրացուցիչ եւս առնվազն 3 հեկտար կանաչ նոր տարածքը ձևավորվելու է հիմնականում խոշոր ծառատեսակներով եւ առնվազն 30% մշտադալար ծառատեսակներով։ Իրականացվելու է նաեւ տարածքում ջեմուղիների, քանդված ջեմուղիների վերականգնման, ձևավորման աշխատանքներ։ Այժմ տարածք են տեղափոխվում բազմաթիվ ավտոմեքենաներով հողախառնուրդներ, իրականացվում են եղած գրունտի փոխարինման աշխատանքներ եւ վստահաբար կարող ենք ասել, որ այս գարնանը մինչև ամռանը մեզ կհաջողվի այդտեղ հիմնել եւս մեկ բոլորովին նոր անտառպուրակ